Премьер День добрый, телевизия польская, бюро на Южном Кавказе. Позволите, если я смогу задать вопрос на русском, для того, чтобы наша аудитория могла понимать это на разных языках. Последняя неделя у вас была достаточно насыщенная, мы видели много видео, в том числе в соцсетях, вы были эмоциональны. Бывает достаточно жесткая публичная ваша реакция, когда вы вступаете в споры по поводу Карабаха. Насколько сейчас общество, на ваш взгляд, готово вот к такому диалогу? Как вы оцениваете последние недели ваших публичных переговоров? И второе, что хотелось бы добавить, уточнить, действительно сейчас Армения мы видим и наблюдаем, в том числе через те саммиты, которые прошли в начале месяца, проходит масштабную трансформацию внешней политики и системы безопасности. Какой вы видите Армению лет через 10-15, даже когда вы будете, например, на этот вопрос? Давайте попробуем учить сначала про Карабах, а потом, ну, скажем так, про каком-то смысле ваше историческое, политическое наследие, каким вы видите себя в учебнике истории, если так можно громко заявить. Կարոզարշավի ընթացքը գնահատում եմ շատ լավ եւ կարծում եմ, որ իմ էմոցիաները արդյունացրել են նաեւ ժողովրդի էմոցիաները եւ այն ինչ որ տեսնում ենք իմ ընկալման շատ նման է 2018 թվականի ոչ բռնի Թավշյա հեղափոխության ընթացքում տեղի ունեցող process-ներին, այն տրամաբանությամբ, որ եթե 2018 թվականի հեղափոխությունը մենք արդյունքում անվանեցինք ոչ բռնի Թավշյա ժողովրդական հեղափոխություն, այս անգամվա process-ները ես պայմանականորեն անվանում եմ երեխաների հեղափոխություն, որովհետև երեխաներն են շատ ակտիվ եւ իրականում իրենք են այս քաղաքական process-ի հիմնական էներգիայի աղբյուրը, ինչը շատ սիմվոլիկ է եւ պարտավորեցնող։ Ես պատկերացնում եմ Հայաստանը խաղաղ, ինքնիշխան, խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի հետ ստորագրված վավերացված, սահմանազատումը ավարտված, ճանապարհները բացված եւ 15 տարի հետո պատկերացնում եմ համախառն ներքին արդյունքը իրական արժեքով առնվազն կրկնապատկված։ Այդպես եմ պատկերացնում։ Այսինքն մենք ժողովրդավարական, ազատ, անկախ, բարեկեցիկ պետություն, որը պայմանական ասած խաղաղության խաչմերուկ է։ Այսինքն պատկերացնում եմ մեր ռազմավարությունների իրականացման։ Հավանիչ տեսանյութ եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։